ՎԻՖԱ բարեգործական հիմնադրամի կամավորները երկու օր շարունակ Արծվաբերդ և Այգեձոր գյուղերում տրամադրեցին նեղ մասնագիտական բժշկական խորհրդատվություն և անհրաժեշտ դեղորայք։ Չնայած համայնքներում գործում են բուժհաստատություններ, սակայն առկա է նեղ մասնագետների պակաս, ինչը հաճախ սահմանափակում է բնակիչների կողմից լիարժեք բուժօգնություն ստանալու հնարավորությունները։ Մենք արդեն 3-րդ անգամ այցելում ենք Տավուշի մարզ այս 1.5 տարվա ընթացքում։ Հիմա մենք որոշել ենք, որ մեր հիմնադրամը մեր բժիշկների հետ կլայնացնի մեր օգնությունը, ոնց է դա լինելու։ Մենք բացում ենք տելեմեդիցինսկի կենտրոններ ամեն մարզում ու գյուղերի մեջ։ Մենք գալիս ենք մեծ թիմով, որտեղ գտնվում է 10-11 հոգի բժիշկ տարբեր մասնագիտությունների։ Հետո մենք կցում ենք այդ հիվանդներին մեր ցանցի մեջ ու հիվանդը միշտ լինում է բժիշկների կոնտրոլի տակ։ Այդ հիվանդը 1 ամսից կարա գա այդ բժշկրոջ մոտ, անցնի այն հետազոտությունները, որը իրան նշանակել են բժիշկները, օրինակ կարդիոգրաման, անալիզները, եւ մենք իրան նշանակումներ անենք դեղորայք։ Դեղորայքը ելի տրամադրում է մեր հիմնադրամը։ Ապրելով Երևանից բավականաչափ մեծ հեռավորության վրա, այստեղ ժողովուրդը ունի նեղ մասնագետների խորհրդատվության կարիք, բժշկական առումով իհարկե, եւ բժիշկների այցելությունը այս համայնք բավականաչափ կարևոր է, քանի որ իրենց ծառայությունը մատուցելով բավականաչափ մեծ գործ են կատարում ժողովրդի համար։ Շնորհակալ եմ ՎԻՎԱ բարեգործական հասարակական կազմակերպությանը, որ այս նման միջոցառումներ կազմակերպում են, նման հանդիպումներ, այցեր կազմակերպում են հեռավոր գյուղեր, որովհետև միշտ չէ, որ գյուղերից կարողանում են բուժառուները մեկնել քաղաքներ կամ հեռավոր վայրեր բժշկական օգնություն ստանալու համար։ Շնորհակալություն խմբի անդամներին, նրանց ղեկավարությանը, որ հասել են սահմանամերձ գյուղերի ժողովրդին օգնություն ցուցաբերելու։ Հիմնադրամի նպատակն է բարձրացնել բնակչության տրամադրվող բժշկական աջակցության որակն ու հասանելիությունը, խթանելով առողջապահական հավասար հնարավորությունների ստեղծումը սահմանամերձ համայնքներում։